Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Խաչմերուկ հեռուստանախագծի հերթական թողարկումն է եւ այս շաբաթ ինձ հետ տաղավարում է լինելու երգչուհի, բանաստեղծուհի, բազմաթիվ միջոցառումների կազմակերպչուհի Մարիաննա Սարգսյանը, քանի որ գիտեք, որ Մայրերի տոնը հաշված օրեր են մնացել Մայրերի տոնին եւ այդ առիթով մայիսի 14-ին Բուվարդիա ռեստորանային համալիրում ցերեկույթ գեղեցիկ միջոցառում է կազմակերպվել Մարիաննայի կողմից, ինչի առիթով էլ միասին շատ շուտով զրուցելու ենք, մնացեք մեզ հետ։ Սիրելի աղջիկներ եւ մայրիկներ, մայիսի 14-ին ժամը 11-ին առօրյա հոգսերից ազատվելով համեցեք Բուվարդիա ռեստորան, ուր կվայելեք համեղ ճաշատեսակներ, բարձրակարգ սպասարկում, անսահմանափակ խմիչք, բազմաթիվ անակնկալներ, ուրախ տրամադրություն Բուվարդիա սրահի դռներից ներս։ Տեղերի համար զանգահարեք 818 217 9382 հեռախոսահամարով։ Սիրով սպասում ենք ձեզ։ Դեն սիրելի հեռուստադիտողներ, շատ մոտ է արդեն Մայրերի տոնը, տարվա ամենագեղեցիկ, ամենականացի տոներից մեկը եւ ինչպիսի հիանալի առիթով ենք հանդիպել ես եւ Մարիաննա Սարգսյանը։ Մայիսի 14-ին կանայք եւ աղջիկները առիթ կունենան Բուվարդիայում տոնելու իրենց տոնը։ Այո։ Ողջույն։ Ողջույն Մարիաննա, այս շատ հետաքրքիր է, արդեն 4-րդ տարին է այս միջոցառումը կազմակերպվում է, երբ որ առաջին անգամ ծրագրավորել էր 4 տարի առաջ Մայրերի տոնի կապակցությամբ նման միջոցառում կազմակերպել, արդյոք պատկերացնում եք, որ շարունակական բնույթ կկրի։ Իդեպ նշեմ, նախ շնորհակալություն եմ հայտնում հրավերքի համար, Սվետլանա ջան, ինչպես միշտ շատ հաճելի է քո զրուցակիցը լինել։ Այո, միշտ ես որ կազմակերպում եմ առիթները, միշտ ձգտում եմ, որ շարունակական լինի եւ մինչեւ օրս ինչ որ կազմակերպել եմ, ինչպես որ ասում եմ, Փառք Աստծո, շարունակական է եղել, քանի որ լիարժեք սերս, նվիրվածությունս դնում եմ եւ անպայման ուզում եմ, որպեսզի այդ օրը աղջիկները եւ մայրիկները համենան Բուվարդիա ռեստորան, վայելեն իրենց օրը հրաշք մի միջավայրում, որտեղ տիրում է ուրախությունը, երաժշտություն, խնջույքային տրամադրություն եւ ուզում եմ, որ մի պահ մայրիկները այդ առօրյա իրենց վազքից հեռանան մի պահ եւ վայելեն իրենց աշխարհը։ Շատ ճիշտ է, կտրվեն առօրյական կենցաղային հոգսերից եւ որքան հաճելի ժամ է ընտրված, ժամը 11 ուզում եմ անպայման նշել, որ ինքը իր բնույթով ավելի թեթև, ցերեկույթային է, այսինքն երբեմն օրինակ կանայք երեկոյան շատ sense ծանր հագուստներից եւ երեկոյան իվենտներից մի փոքր արդեն հոգնած են լինում, իսկ սա այն դեպքն է, որ կարելի ավելի կոկտեյլային տրամադրությամբ հաճախել ռեստորան, չէ՞։ Հենց այդ նպատակով էլ որոշեցի, որպեսզի ցերեկույթ կազմակերպեմ, լինելու է ժամը 11-ից մինչև 3:30, լինելու են կոկտեյլներ, համեղ ճաշատեսակներ, ինչպես գիտեք, Բուվարդիայի ճաշատեսակները շատ համեղ են, միշտ եղել։ Այդ իսկ պատճառով ես միշտ անդադար այնտեղ եմ իմ առիթները կազմակերպում, որտեղ վստահ եմ եւ որակի տեսակետից, եւ սպասարկման, եւ ինքը արդեն շքեղ տեղ է։ Այո, լիովին համաձայն եմ, ես էլ բազմիցս այցելելով Բուվարդիա ռեստորան համոզվել եմ, որ այնտեղ ոչ միայն կերակուրների տեսանկյունից է գրավիչ, այլ նաև ինտերիերը եւ ընդհանրապես հենց այդ ռեստորանի դիրքը ինչքան հարմար է, այսինքն տեղը հասանելի է բոլորին, գիտենք, որ հայության մեծ մասը կենտրոնացած է Գլենդելում, Բրբանկում եւ շատ մոտ է Գլենոքսի վրա, ինչը նաև շատ կարեւոր է փարքինգի տեղով ապահովված է, որ հարմարավետությունը ամեն պայմանները ստեղծված են, որպեսզի հոգ տանենք ոչ մի բանի մասին։ Այո, այսինքն պետք է միայն մայրիկները գեղեցիկ հագնվեն իրենց աղջիկների հետ կամ
եւ այցելեն ուրախ ժամանակ անցկացնելու։ Այո, եւ թույլ տուր անպայման նշեմ արժեքը, որ ընդամենը $50 է, որը որ նման ցերեկույթ լինի կամ երեկույթ լինի, նման առիթների դեպքում շատ զարմանալիորեն մատչելի արժեք է, մեջը ներառելով այնքան հետաքրքիր ժամանցի տարբերակներ, համեղ ճաշատեսակներ, որ ուղղակի ես տեսնելով արժեքը զարմացա եւ դահլիճը արդեն կեսից ավել լի է, այնպես որ շատ քիչ տեղեր են մնացել, սահմանափակ են տեղերը, շտապեք, ձեռք բերեք ձեր տեղերը նախապես։ Մարիաննա, անպայման նորից կանդրադառնանք այս միջոցառմանը մի քիչ ավելի մանրամասնորեն, բայց նաև հեռուստադիտողները գիտեն, որ ինքդ զբաղվում ես բուրըն ստեղծագործական կյանքով, երգում ես, երգչուհի ես, ինչպես նաև արդեն երգերի հեղինակ։ Այո։ Այդ մասին եմ ուզում երկու խոսք խոսել, որովհետև բոլորովին վերջերս ես քեզ մոտ նաև բացահայտել երգ գրելու տաղանդը ներողություն, այն ինչպես ստացվեց։ Շատ պատահական ստացվեց, առաջին երգս, որ գրել եմ, հենց տարիներն է եղել, որը առաջին անգամ հենց ներկայացրեցի իմ մենահամերգի օրը, նոյեմբերի 10-ին, որը արդեն կայացել է։ Այս մենահամերգիս օրը տարիներ Ռազմիկ Մանսուրյանի հետ կատարեցինք, շատ գեղեցիկ դուետ ստացվեց եւ այս երկրորդը որ գրել եմ իդեպ անակնկալ էր սա գեղեցիկ մայրիկներին աղջիկներին այդ օրվա իմ հյուրերին առաջի անգամ պրեմիերա եմ անելու եւ այս երգը անվանել եմ Երևան երաժշտությունը եւ խոսքերը իմն են եւ գործիքավորել է Ալբերտ Բուլբուլյանը Շատ բարի, քանի որ քիչ առաջ խոսում ենք տարիներ երգից եւ մենահամերգիտ ընթացքում կատարման մասին Ռազմիկ Մանսուրյանի հետ այդ գեղեցիկ երգի, հիմա առաջարկում եմ դիտենք տեսանյութ հենց մենահամերգից եւ հետո վերադառնանք շարունակենք զրույցը։ Սիրելի հեռուստադիտողներ, վայելեք մեզ հետ միասին։
Սիրելի աղջիկներ եւ մայրիկներ, մայիսի 14-ին ժամը 11-ին առօրյա հոգսերից ազատվելով համեցեք Բուվարդիա ռեստորան, ուր կվայելեք համեղ ճաշատեսակներ, բարձրակարգ սպասարկում, անսահմանափակ խմիչք, բազմաթիվ անակնկալներ, ուրախ տրամադրություն Բուվարդիա սրահի դռներից ներս։ Տեղերի համար զանգահարեք 818 217 9382 հեռախոսահամարով։ Սիրով սպասում ենք ձեզ։ Սիրելի հեռուստադիտողներ, եթե մտորումների մեջ եք, թե ինչպես այս տարի նշեք մայրերի տոնը, ապա ահա մայիսի 14-ին հիանալի առիթ կա, հիանալի ձևով անցկացնելու կանանց միջավայրում, գեղեցիկ կերպով, անհոգ եւ շատ տրամադրող։ Եթե իսկ տղամարդիկ մտածում էին, թե ինչ նվիրել իրենց սիրելի կանանց, քույրիկներին, մայրերին, ապա մայիսի 14-ի այցելության տոմս պարզապես գնեք եւ նվիրեք եւ լավ ժամանակ կապավեք ձեր ընտանիքի սիրելի անդամներին։ Մարիաննա, քանի որ քիչ առաջ մենք դիտեցինք մենահամերգից, որը նոյեմբերի 10-ին էր տեղի ունեցել հատված, ես գիտեմ, որ մենահամերգը բարեգործական բնույթ էր իրենով կրում, այնպես չէ, եւ արդյոք արդեն պլանավորում եք, արդեն իրականացվել է բարեգործությունը, որը ծրագրավորվել էր, թե դեռ ճանապարհին է։ Դեռ ոչ, այս ամառ արդեն տոմսերը ունենք, պետք է մեկնենք հայրենիք եւ իրականացնենք ավարտի։ Ահա, շատ բարի։ Ընտրվել է արդեն թե մանկատուն է փոխանցվելու։ Մանկատունը այս պահին չեմ ուզում նշել, ուզում եմ որպեսզի անակնկալ լինի, որտեղ այնպիսի մանկատուն եմ ընտրել, որ երբևիցե օգնություն չեն ստացել, որպեսզի այդ երեխաները, ես երեխաների հետ զրուցելու եմ, տեսնելու եմ, թե ինչն է, որ այդ օրը իրենց ուրախ պետք է պահի եւ իրենց սրտի այդ ցանկությունը իրականացնեմ, հաճույք պատճառելով հենց իրենց, որտեւ իմ նպատակն է եղել, երբ որ ես համերգս կազմակերպեցի, հենց այդ նպատակով էլ կազմակերպեցի, որտեվ ուզում եմ այդ երեխաների դեմքի այդ արտահայտությունը, այդ ժպիտ, այդ հմայքը վայելել։ Շատ իսկապես սիմվոլիկ է, որ համերգը կոչվում էր մեծ երազ կամ երազանք, որը ասենք քո երազանքը մարմնավորում էր, բայց նաև կկարողանա իրականացնել մանկատան երեխաների երազանքը։ Քանի որ երեխաները արդեն մեր ապագան են, եւ պետք է այդ ուրախությունը, այդ ուժը տանք երեխաներին, որպեսզի մեր ապագան ավելի լավ լինի։ Շատ բարի։ Ինչպես գիտեմ, գիրք նույնպես թողարկեցիր, առիթ ունեցար բանաստեղծությունների, որը ես նախորդ եթերներից մեկի ընթացքում, երբ միասին զրուցում էինք, նվեր ստացա եւ շատ մեծ սիրով պահում եմ այն եւ ընթերցել եմ եւ այնտեղ տեղ էր գտել մայրիկ բանաստեղծությունը, որը այնքան տեղին է մայրերի տոնի կապակցությամբ, շատ ուրախ եմ, որ այսօր բերել ես գիրքը քեզ հետ, որ խնդրեմ կընթերցես մեզ համար։ Սիրով Անչափ շնորհակալ եմ, ուրեմն սիրելի հեռուստադիտող, հիմա ձեզ կներկայացնեմ այն բանաստեղծությունը, ինչպես Սվետլանան նշեց, որը անվանել եմ Մայր։ Մայրը կարճ բառ է, մայրը մի վանք, մայրը անգին, հրաշք մի էակ։ Սիրում է անսպառ, օգնում անդադար, անում ամեն ինչ անվերադարձ։ Կյանք է պարգևում, հոգնում, հալածվում, անքուն ու քաղցած օրեր անցկացնում, հրաշք մի էակ կրթում է անսպառ, ներում գուրգուրում ամեն մի վայրկյան, մոր մարմնի մեջ մի մեծ սիրտ անգին, անսպառ աղբյուրի պես սեր է պարգևում, մայր դու իմ անգին, մաղթում եմ, որ դու լինես միշտ ուրախ, առողջ ու հպարտ, սիրում եմ քեզ շատ, հիանում քեզնով, պաշտում ու հարգում, անգին իմ մայրիկ։ Հենց այդ մայրիկիս համար եմ գրել, բայց այս պահին հենց նվիրում եմ բոլոր մայրերին։
Եվ ես ուզում եմ նշել, որ շատ քիչ է, երբ հեղինակը կարողանում է առոգանությամբ գեղեցիկ ընթերցել իր բանաստեղծությունները, բայց այս դեպքում ստացվում է հիանալի, բրավո։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտողներ, արդեն նշել ենք, որ մայիսի 14-ին պետք է այցելեք Բուվարդիա, եթե ցանկանում եք, որ անմոռանալի ձևով նշեք ձեր կանանց տոնը, մայրերի տոնը, եւ հեռախոսահամարը արդեն տաղավարի վրա գտնվում է։ Դուք տեսնում եք ձեր հեռուստաէկրաններին, սիրելի հեռուստադիտողներ, Մարիաննա, նաև ուզում եմ, քանի որ գիտեմ, որ հիանալի ձևով կարողանում ես համատեղել գործնական կյանքդ լավ մայր լինելու հետ, երկու հրաշք բալիկների մայրիկ ես, ինչ խորհուրդ ունես մեր այսօրվա կենցաղի մեջ զբաղված կանանց, որոնք մտածում են ինչպես կարելի է համատեղել ընտանիքը բիզնեսի հետ։ Պետք է երբևիցե չհուսահատվեն կյանքում, ինչ որ կյանքում պատահում է իր պատճառը ունի, եւ միգուցե մի պահ, երբ որ մի քայլ է քո դիմաց դրված, ասում ես սա ինչի պետք է լինի, հետո մի ավելի լուսավոր դուռ է բացվում եւ մտածում ես, որ ասում ես սա չլիներ, սա չէր լինի, ապա ուզում եմ, որպեսզի ուժեղ լինեն, երբևիցե չընկճվեն, կյանքը շատ արդեն ինքն իրեն շատ դժվար է եւ դաժան, եւ պետք է միայն սիրով հաղթահարել ամեն ինչ եւ դեպի առաջ ձգտել։ Երբևիցե չնստել ու ասել, «Բա ինչի սա այսպես եղավ»։ Եղավ, անցավ, լուծումը գտի եւ շարժվի առաջ։ Դա է, որ քեզ միայն ճիշտ ուղու վրա կդնի։ Իսկապես շատ լավ խորհուրդ էր եւ ես տեսնում եմ, որ վստահաբար դու հենց ինքդ քո խորհրդին հետևելով ես կարողանում այդքան տարբեր տեսակի աշխատանքներ, բայց բոլորը փոքր-ինչ առնչվում են արվեստին, բոլորը ինչ որ չափով, որովհետեւ լինի իվենթ կազմակերպելը դա միգուցե արվեստի հետ այդքան կապ չունի, բայց իր մեջ այնքան դու կարողանում ես արվեստ ներդնել այդ իվենթի մեջ, որ արդեն զարմանալի ուղղակի, որ ինչպես ես նաև կարողանում աշխատանքի հետ այդ ամենը համատեղել, երեխաների հետ համատեղել եւ այլն։ Բրավո միայն, կարող եմ ասել Մարիաննա, եւ ես գիտեմ, որ սա հերթական լավ կազմակերպված եւ լավ ոգով, տրամադրությունով ցերեկույթն է լինելու եւ հուսամ, որ մյուս անգամ նորից կհանդիպենք արդեն նման լավ առիթով։ Անչափ շնորհակալ եմ։ Ես էլ, դե ինձ ելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մայիսի 14-ին Բուվարդիա ռեստորանային համալիրում տեղի ունենալու մայրերի տոնին նվիրված ցերեկույթ, ժամը 11-ին կիրակի օր է, շտապեք, զանգահարեք, ձեռք բերեք ձեր տեղերը եւ լավ ժամանակ անցկացրեք, հետո էլ Facebook-ում կիսվեք մեզ հետ տպավորություններով։ Կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ, հաջողություն։ Սիրելի աղջիկներ եւ մայրիկներ, մայիսի 14-ին ժամը 11-ին
Առօրյա հոգսերից ազատվելով համեցեք Բուվարդիա ռեստորան, ուր կվայելեք համեղ ճաշատեսակներ, բարձրակարգ սպասարկում, անսահմանափակ խմիչք, բազմաթիվ անակնկալներ, ուրախ տրամադրություն Բուվարդիա սրահի դռներից ներս։ Տեղերի համար զանգահարեք 818 217 9382 հեռախոսահամարով։ Սիրով սպասում ենք ձեզ։